Մեր բիզնեսը սովորել է ֆուր լցնել, բայց մեր բիզնեսը դեռ չի սովորել վագոն լցնել։ Մեր բիզնեսը սովորել է անել արտահանում մի ուղղությամբ։ Մենք հիմա պետք է սովորեցնենք մեր բիզնեսին արտահանում անել 5 ուղղությամբ, 6 ուղղությամբ, որպեսզի բալանսը տեղի ունենա։ Եվ միջայլոց մյուս բոլոր ուղղություններով մեր արտահանումները հիմա աճում են եւ շարունակելու են աճել։ Առաջիկայում բիզնես պատվիրակությունը գնալու այս բոլոր ուղղություններով, որովհետեւ ասենք օրինակ վարդը ինքը շատ լավ բան է, վարդ գնում են եւ Սիրիայում, եւ Թուրքիայում, եւ Մակեդոնիայում, եւ Մոնտենեգրոյում, այսինքն բոլոր տեղերը մեր բիզնեսը պետք է հարմարվի նոր պայմաններին եւ մենք այս նոր պայմաններին կհարմարվենք։ Մենք միևնույն ժամանակ ԵԱՏՄ-ում ենք ընդլայնվել, որովհետեւ այս երկաթուղային կապ չունենալու բերումով, օրինակ Ղազախստանի շուկան մեզ համար բաց է, բայց արտահանումները շատ քիչ են, տրանսպորտային խոչընդոտի պատճառով։ Հիմա մենք մեծացնելու ենք մեր արտահանումները Ղազախստան, մենք մեծացնելու ենք մեր արտահանումները Ղրղըզստան, մենք մեծացնելու ենք մեր արտահանումները Տաջիկստան, մենք մեծացնելու ենք մեր արտահանումները Չինաստան, որովհետև նախկինում դա տեղի չէր ունենում տրանսպորտային սահմանափակումների պատճառով։ Հիմա տրանսպորտային սահմանափակումները վերացվում են, բայց առաջիկայում ավելի կարևոր իրադարձություններ են տեղի ունենալու։ Հիմա թրիպ նախագիծն է իրագործվելու, լսել եք թրիպ նախագծի մասին։ Ոչ միայն լսել եք, այլև տապ եք տալու, դա արդեն շատ լավ է։ Իսկ թրիպ նախագիծը, երբ որ իրագործվեց, արդեն Հայաստան, Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա, բայց նաև շատ կարևոր է, որ Ադրբեջան, Հայաստան, Նախիջևան, Ադրբեջան երկաթուղի երբ որ բացվեց, դա նշանակում է, որ բացվում է նաև Իրան, Հայաստան, Իրան, Նախիջևան, Հայաստան, Վրաստան երկաթուղի։ Դա նշանակում է, որ բացվում է Պարսից ծոց, Սև ծով ուղի։ Այսինքն Հայաստանը այն, որ մեկ ու տարի առաջ բրոշյուր էինք ցույց տալիս խաղաղության խաչմերուկ, հիմա բրոշյուրը դառնում է իրականություն։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը պատերազմի փակուղուց ժողովուրդ ջան, վերահսկում խաղաղության խաչմերուկի։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։